Նախորդ դատական նիստին մեղադրող կողմը դատարանին միջնորդություն է ներկայացրել հարցաքննություն անցկացնել 2007 թվականի հոկտեմբերի 23-ի իրադարձությունների մասով վկա համարվող անձանց հետ, ովքեր եւ այսօր դատարանում էին։ Առաջինն հարցաքննվեց հագուստի խանութի վաճառողուհի Ռիտա Եփրեմյանը։ Դատարանի պահանջով վերջինս պատմեց այն ամենը, ինչ տեսել է հոկտեմբերի 23-ին Կորյուն Աբովյան փողոցների խաչմերուկում։ Վկան ներկայացրեց, թե խանութի պատուհանից նկատել է մի խումբ ցուցարարների։ Ցուցապաստառները ձեռքներին ինչ-որ բան են վանկարկել մոտ կես ժամ, մինչև որ տարածք են եկել ոստիկաններն ու որոշ միջոցառումներ իրականացրել։ Նրանց ցուցմունքներից արդեն ակնհայտ դարձավ, որ իրադարձությունները ինչպես որ իրենք են նկարագրում, իրականում սուտ են եւ իրականությանը չեն համապատասխանում, ինչը խոսում է այն մասին, որ իհարկե նրանք ականատես վկաներ չեն, եւ եթե նույնիսկ ոմանք ականատես են, ապա իրադարձությունները չեն նկարագրում այնպես, ինչպես որ կատարվել են իրականում։ Երկու կողմերի տված հարցերին վկան պատասխանում էր կծկտուր, գրեթե ոչինչ չի տեսել ու լսել, այնինչ նախաքննական ցուցմունքներն այլ բան են ասում։ Նիկոլ Փաշինյանի փաստաբանի այն հարցին, թե երբ է գրել դրանք, վկան պատասխանեց, թե հենց նույն օրը ու հենց այդ իրադարձությունների ժամանակ քննիչը վաճառատան տնօրենի սենյակում ստիպել է գրել։ Երկրորդ վկան Վարսենիկ Զորաբյանը ևս վաճառողուհի է, ինչպես եւ առաջին վկան նա էլ նշեց, թե չի ճանաչում Նիկոլ Փաշինյանին, բայց իր նախաքննական ցուցմունքներում նշել է, թե տեսել է ինչպես Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ին թռուցիկներ է բաժանում եւ կոպիտ ասած չի ենթարկվում ոստիկաններին։ Հարցաքննության ժամանակ վկան նաև նշեց, թե իրեն ցանկությամբ չեն ներկայացել դատարան, զանգահարել են ու պարտադրել ներկայանալ այսօրվա նիստին։ Նիկոլ Փաշինյանի փաստաբանը փորձում էր պարզել, թե ում կողմից են վերջիններս դատարան կանչվել, բայց մեղադրող կողմն անընդհատ դատարանին միջնորդում էր, թե հարցը քննարկման ենթակա չէ։ Ըստ Լուսինե Սահակյանի այս դատական նիստերը 7-ի գործով նիստերից գրեթե ոչինչով չեն տարբերվում, դարձյալ ակնհայտ է դատարանի կողմնակալ վերաբերմունքը։ Մենք իհարկե Մնացական Մարտիրոսյանից արդար դատավճիռ չենք ակնկալում, որովհետև արդեն իսկ 7-ի գործով մասնակցած դատավոր է նա եւ արդեն իսկ նա կողմնակալ է այս գործով։ Սակայն դատական նիստում փորձում է իրեն պահել, ամենայն դեպս վերջին դատական նիստերին փորձում է իրեն պահել այնպես, որ իբրև թե կողմերի համար փորձում է ապահովել դատավարական հավասարություն։ Ապա փաստաբանը հավելեց, թե վկաների ցուցմունքներ պարզապես կորզվել են, քանի որ նախաքննության ցուցմունքներն ու հարցաքննության արդյունքները պարզապես չեն համընկնում։ Խանութների աշխատակիցներից էլ փորձել են հնարավորինս կորզել այն, ինչ որ հնարավոր է կորզել, եթե գտնվել են այնպիսի անձինք, որոնք իրադարձությունները նկարագրել են այնպես, ինչպես իրենք են ցանկացել, այդ անձանց հրավիրել են դատարան։ Իսկ գործով մյուս վկաների հարցաքննությունը հետաձգվեց փաստաթղթային որոշ խնդիրների պատճառով։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական հաջորդ նիստը նշանակեց նոյեմբերի 3-ին։ Հերմինե Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս, Երևան։